Ողջույն բոլորին, ես Լիլիկն եմ, հուսամ ձայնս լավ է լսվում։ Ինչպես հիշում եք, իմ ամենաառաջին հոլովակից, երբ պատմում էի ու կիսվում էի իմ Փարիզում ապրելու, այստեղ սովորելու, աշխատանք գտնելու ուղուց, վերջապես ես կարող եմ արդեն կիսվել նոր հաջողություններով ու նոր պատմություններով ու հնարավոր է շատերիդ օգնի ձեր ուսումնական ճանապարհի մեջ կամ աշխատանք փնտրելու ճանապարհի մեջ, դրա համար գնացինք։ Նրանց համար, ովքեր առաջին անգամ են այս հոլովակը միացրել, շատ կարճ սամապան եմ, թե ինչ է տեղի ունեցել։ Ես 2024 թվականի սեպտեմբերին տեղափոխվել եմ Փարիզ ուսումնական նպատակով, բայց ուսումս թողել եմ, որովհետև համալսարանից դուրս չէր գալիս։ Իսկ վեր թռավ ծառը։ Բայց համալսարանը, քանի որ ինձ դուրս չէր գալիս ու աշխատելու հնարավորություն չկար, ես էլ աշխատանք չունեի, ես դուրս եմ գալիս համալսարանից ու սկսում եմ փնտրել նոր համալսարան, որը հնարավորություն է տալիս աշխատելու ու սովորելու։ Քանի որ համալսարանը արդեն ընտրել էի, թե որտեղ եմ ուզում սովորել ու ինչ program եմ ուզում անել, ինձ մնացել էր ընդունվել համալսարան ու գտնել alternance։ Alternance-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս սովորել ու աշխատել միաժամանակ։ Օրինակ, ես 3 օր աշխատելու եմ, 2 օր սովորելու ու իմ business school-ի վարձը, որը 12500 եվրո արժի, տարին վճարելու է իմ աշխատավայրը։ Ես ընդունվել եմ Paris School of Business Luxury Brand Management բաժինը, մաստեր եմ անելու, ծրագիրը ամբողջությամբ անգլերեն է։ Սկզբում ուղարկել եմ բոլոր փաստաթղթերը իրանց, երկրորդ փուլը այդ անգլերենի թեստն է։ Եթե դուք ունեք IELTS կամ TOEFL, ընտիր, ես չունեի ու դրա համար ես համալսարանում եմ թեստ անցել։ Երբ որ անգլերենի level-ը համապատասխանում է, իրանք հարցազրույց են նշանակում արդեն համալսարանի հետ, որտեղ դու պետքա գնաս ու ներկայացնես քո ծրագիրը։ Հարցազրույցը շատ լավ անցավ համալսարանի հետ ու արդեն երևի 1 շաբաթ հետո ստացա պատասխանը համալսարանից, որ ընդունվել եմ։ Ու երբ որ ստացա համալսարանից պատասխանը, արդեն համալսարանը ամբողջությամբ ներգրավվեց իմ աշխատանք alternance գտնելու journey-ի մեջ։ Համալսարանը ինչով է օգնում, որ դուք աշխատանք գտնեք։ Նախ, անում է մաստեր կլասեր, ինչպես CV կազմել, ինչպես անցնել ATS scanning-ը, ATS scanning-ը այդ application tracking system-ն է, մանավանդ խոշոր կազմակերպություններում սկզբում ձեր CV-ն կարդում է ռոբոտը, թե ինքը CV-ի մեջ չի գտնում իրան համապատասխան կարևոր կետերը, ու եթե ձեր CV-ն առհասարակ readable չի AI-ի համար, ինքը պրոստը cancel անում ու ձեր CV-ն չի հասնում recruiter-ներին։ Ես երևի շատ երկար ժամանակ այտենց այնքան եմ դիմել սխալ, չիմանալով ոնց դիմել, չիմանալով ճիշտ ոնց կազմել CV-ն, չնայած նրան, որ իմ CV-ն շատ լավն էր, շատ հարուստ, ամեն ինչ շատ sense ճիշտ գրած, կային բաներ, որոնք որ պրոստը չէր կարդում ռոբոտը, ուղղակի չէր կարդում այն, որ ես Փարիզում եմ ապրում, ամենակարևոր կետերից էր, ու երբ որ ինքը չի կարդում, որ դու Փարիզից ես, այդ ամենաառաջին գլխավոր կետերից է։ Decline-ը անում initially։ Դրա համար այնքան մաստեր կլասեր է համալսարանը անցկացնում տարբեր մասնագետների հարցազրույցները ինչպես անցնել, ինչպես կառուցել CV-ն, motivational letter, ոնց դիմել, ուր դիմել, ինչ անել, ինքը ձեզ համար աշխատանք չի գտնում, բայց փաստացի բոլոր թուլերը տալիս է, թե ինչպես գտնել այդ աշխատանքը։ Այս դիմումի process-ը իրականում այնքան մի հատ sense առանձին topic է, որի մասին անպայման ուզում եմ խոսել ու անպայման ուզում եմ օգնել բոլորին, որովհետև ես ինքս դրա միջով անցել եմ ու ես կարայի շատ ավելի շատ ժամանակ խնայեի ու ճիշտ դիմեի ամենասկզբից, եթե ես այս skills-երը ունենայի։ Դրա համար շատ ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր այդ ճանապարհը պետք է անցնեն, գոնե ինչ-որ մի ձև հեշտացնեմ ես իրենց ճանապարհը այստեղ։ Ես արդեն սկսում եմ նորմալ դիմել, արդեն սովորած, թե ոնց է ճիշտ պետք դիմել մայիս ամսից, ապրիլի վերջ, մայիսի սկիզբ ու մայիսի սկիզբ հենց առաջին ինտերվյուս եմ ունենում Kia France-ի հետ։ Հարցազրույցը ֆրանսերենով էր, ես շատ հույս ունեի, որ ես իրանցից աշխատանքի առաջարկը կստանամ, որովհետև
այն background-ը, որ իրանք էին ուզում, ես 100% cover էի անում։ Նրանք իրանք կրիտերիաներից մեկը, որը ես չէի համապատասխանում, այդ մեքենա վարելու ունակություններ, քան որ հուսահատ էի ու լիքը կազմակերպություններ դիմում էի random ինչ position տեսնում էի մարքեթինգից դիմում էի, որտեղ ինձ ուղղակի պետք էր աշխատանք գտնել ու այդ կազմակերպություններից մեկը լինում է Clarkian Group-ը, որը մեծ հիվանդանոցների, հոթելների, ռեստորանների գրուպ է ու այնտեղ մարքեթինգ մենեջերի position էր, որը ամբողջությամբ ֆրանսերեն էր աշխատանքը, հարցազրույցման ամեն ինչ ֆրանսերենով եմ ասում, չնայած իմ ֆրանսերենը շատ վատ խոսակցական մակարդակի է, որովհետև լեզուն չեմ օգտագործում ու անցնում եմ հարցազրույց, task են ուղարկում, հետո տնօրենի հետ հարցազրույց, հետո ուրիշի հետ հարցազրույց, մի խոսքով մի 5 level դրակոնի անցնում եմ ու չեմ ուզում իրականում այնտեղ աշխատեմ, որովհետև ոլորտը ինձ չի հետաքրքրում, այն ոլորտը, որտեղից որ գալիս եմ, շատ դժվար է տեղից փոխել ուրիշ ոլորտ, բայց արդեն քանի որ էլ ճար չունեի, մտածում եմ, որ դե լավ, հիմա կարևորը այս պահին ուսումս կստանամ, կաշխատեմ, գումար կհավաքեմ, հետո արդեն ուրիշ բան կանեմ, չգիտեմ, տեսնենք։ Երբ որ արդեն պետքա պայմանագիրը կնքեի, 5 րոպե վերջնական պայմանագիրը քննարկելու call-ից առաջ զանգ է գալիս ու Nike-ից են զանգած լինում, խոսում եմ, ասում են կարանք մի հատ արագ ինտերվյու անենք, որ HR-ի հետ պրոստը խոսակցական ինտերվյու է, որ հարցեր է տալիս թղթերի հետ կապված, արդյոք լեգալ ես ապրում Ֆրանսիայում եւ այլն, որ արդեն pre-seed-ան են ու մենեջերի հետ անցկացնես հարցազրույցդ ու իմ հարցազրույցը անցնում է մենեջերի հետ, երկրորդ հարցազրույցն է պետքա լիներ commercial director-ի հետ։ Մենեջերի հետ հարցազրույցն անցնում եմ, այն մյուս հարցազրույցը cancel են անում ու ինձ թվում է, որ չեն ուզում cancel արեցին, էլ ինչի պետքա ուզեն, բայց մի շաբաթ հետո hiring-ի message են ուղարկում, որ ինձ առաջարկում են միանալ թիմին ու ես տենց շատ ոգևորված որոշում եմ միանալ Nike-ին ու այնտեղ cancel անել offer-ը։ Դաժան process է սկսվում արդեն work permit ստանալու հետ կապված, երբ որ պետք է արդեն աշխատանքի թույլտվություն կա Ֆրանսիայում ստանայի, այդտեղ արդեն խնդիր է առաջանում կազմակերպության հետ, որովհետև իրանք process-ը այն ամբողջությամբ չգիտեն ոնց է լինում ցավոք ու սկսում են process-ը ի սկզբանե սխալ, հետո անցնում է մոտավորապես ամիս ու կես, process-ը նորից է սկսվում, մի խոսքով շատ դաժան, երկար գործընթաց է լինում, այդ մասին անպայման կխոսամ, երբ որ պատմեմ, թե այդ դիմոլու process-ները, ադմինիստրատիվ հարցերը, այստեղ ուզում եմ ավելի շատ կիսվեմ update-ների մասին, որ շատ երկար չլինի վիդեոն, ուղղակի իմանաք, որ ես վերջապես աշխատանք եմ գտել, հատելու եմ որպես project sales manager, sales department-ում եմ լինելու, սովորելու եմ luxury brand management Paris School of Business-ում։ Տենց։ Եթե կունենաք ինչ-որ հարցեր, իմ Instagram-յան էջին կարող եք գրել, հետևել, ես այնտեղ շատ եմ կիսվում իմ առօրյա կյանքով Փարիզի, ինչպես նաև շուտով արդեն կկիսվեմ իմ աշխատանքի առօրյայից, ուսումից Ֆրանսիայում, business school-ում ոնց է անցնում ու տենց։ Մի խոսքով, շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք ու այս վիդեոն նայեցիք, ինձ էլ շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցի ու այս վիդեոն նկարեցի։ Դե ինչ, կհանդիպենք շուտով։ Пока-пока։